Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի օրվա առիթով։ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում մասնավորապես նշված է. Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, շնորհավորում եմ ձեզ եւ բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների ժառանգորդության խորհրդանիշը։ Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները կզարգանան ու կամրապնդվեն ի նպաստ մեր երկրների ժողովուրդների բարօրության։ Օգտվելով առիթից մաղթում եմ ձեզ հարգելի Վլադիմիր Վլադիմիրի առողջություն եւ ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին բարեկեցություն եւ բարգավաճում։ Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում մասնավորապես ասվում է. Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք շնորհավորանքներս ազգային տոնի Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այս օրը ժամանակակից Ռուսաստանի նորագույն պատմության մեջ մեկնարկային կետ է, որը նշանավորում է պետության ու հասարակության զարգացման նոր փուլի սկիզբը։ Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև հետեւողական բազմամակարդակ համագործակցությունը կշարունակի նպատակային զարգանալ, նպաստելով փոխշահավետ նախագծերի իրականացմանը եւ երկու պետությունների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը։ Մաղթում եմ ձեզ հարգելի Միխայիլ Վլադիմիրի առողջություն եւ հաջողություններ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն եւ բարեկեցություն։ Կառավարության հերթական նիստում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախագիծ, որով Հայաստանում կկառուցվի $500 միլիոն արժողությամբ AI տվյալային կենտրոն։ Վարչապետը տեղեկացրել է, որ ինքը առաջարկել է, որ այս ներդրումային ծրագիրը իրականացվի ակադեմիական քաղաքի տարածքում, որտեղ բավականին մեծ տարածքներ ու հնարավորություններ կան։ Ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքը մեծ թվով համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կարիք է ունենալու, եւ կարծում եմ, որ կարող է ակադեմիական քաղաքի նախագծի հետ եւ տեխնոլոգիական կլաստերի հարևանությամբ այս նախագծի գործարկումը իրականում սիներգիա ստանալ։ Մի բանում մենք վստահ ենք, որ համապատասխան ծավալի էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություններ ունենք։ Ուզում եմ նաև գոհունակությունս հայտնել, որ պարոն Հուանգի հետ մեր քննարկումները արդեն բյուրեղանում են, կոնկրետ արդյունք են տալիս։ Կուզեմ նաև Սփյուռքի մեր հայրենակիցների ջերմեռանդությունը եւ վճռականությունը ընդգծել եւ դրանց շնորհակալություն հայտնել այս ամենի համար եւ ասել նաև, որ երբ որ մենք խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բանաձևերի մասին, հենց նման գործունեությունը նկատի ունենք, որը շատ կոնկրետ ու շատ հասցեական է, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Կոտայքի մարզպետը ներկայացրել է Կոտայքի մարզպետի աշխատակազմի 2024 թվականի կատարողականը։ Ահարոն Սահակյանը կատարողականը ներկայացնելիս նշել է, որ մարզպետի աշխատակազմի պահպանման համար 2024 թվականին պետական բյուջեով նախատեսվել էր 597 միլիոն 509 հազար 700 դրամ, որից փաստացի ծախսվել է 592 միլիոն 180 հազար 700 դրամը, կամ 98.69%, իսկ տնտեսված գումարը 7 միլիոն 880 հազար 800 դրամի չափով գոյացել է էներգետիկ եւ կապի ծառայությունների, գործուղման եւ կառավարչական ծախսերի հոդվածներով տնտեսումից, որը տարվա վերջին փոխանցվել է պետական բյուջե։ Մարզպետի աշխատակազմի կարողությունների զարգացում ծրագրով նախատեսված 5 միլիոն 100 հազար դրամից աշխատակազմի աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ծախսվել է 3 միլիոն 987 հազար դրամը, համակարգչային տեխնիկա, գրասենյակային կահույք ձեռք բերելու նպատակով։ Չծախսված 1 միլիոն 113 հազար դրամը կազմակերպված գնումների գործընթացում գոյացած տնտեսման արդյունք է, որը նույնպես տարեվերջին փոխանցվել է պետական բյուջե, տեղեկացրել է Ահարոն Սահակյանը։ Պրահայում Գլոբսեկ համաժողովի աշխատանքների շրջանակում արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յան Մարիանին։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության առաջիկա օրակարգի շուրջ, առանձնանշելով տնտեսական ոլորտում փոխգործակցության կարևորությունը։ Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հեռանկարներին, ընդգծելով այս ուղղությամբ Չեխիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը։
Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Չեխիային Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկին սատարելու համար։ Միևնույն ժամանակ ընդգծելով Հայաստանի քաղաքացիներին Եվրամիություն մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում ներկայիս խնդիրների հասցեագրման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը չեխ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը, վերահաստատելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հայկական կողմի քաղաքական կամքը։ Ճամբարակում 3 տեղի ունեցած դեպքի հետևանքով Երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը միջին ծանրության, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ը այսօր դուրս է գրվել։ Մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Հիշեցնենք, հունիսի 11-ին ժամը 8:34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնահազանգ էր ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարությամբ քաղաքի սահմանադրության հրապարակում մեկնարկել են երթևեկության բարելավման ուղղված շինաշխատանքները։ Սահմանադրության հրապարակում ընթանում են քանդման աշխատանքներ, որին հաջորդելու է կանաչ գոտիների համալրումը։ Հրապարակում նախատեսված աշխատանքները զգալիորեն նպաստելու են տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավմանը։ Անվտանգության նկատառումներից ելնելով հստակ կանջատվեն երթևեկելի գոտիները, միաժամանակ քաղաքի բանուկ եւ կենտրոնական խաչմերուկում կկատարվեն կանաչապատման աշխատանքներ, գեղեցիկ տեսք ապահովելու նպատակով։ Սահմանադրության հրապարակում կատարվող բարեկարգման ծավալուն աշխատանքների ընթացքում երթևեկությունը չի սահմանափակվի, սակայն բնակիչներին հորդորում ենք հաշվի առնելով հնարավոր խոչընդոտները քաղաքի վերոնշյալ հատվածում լինել առավել ուշադիր եւ զգոն։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի եւ ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադի տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել են M4 Երևան-Սևան միջպետական ճանապարհի աջակողմյան գոտու միջին նորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Ծրագրի արժեքը 1 միլիարդ 473 միլիոն դրամ է, աշխատանքները մեկնարկել են եւ նախատեսված է ավարտին հասցնել այս տարի։ Այս պահին իրականացվում է ասֆալտապատման աշխատանք։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-ից 12-ին համաձայն, որի բացահայտվել է 147 հանցագործության դեպք, 4-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք, այլ հանցագործության 1 դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։ Ճանապարհատրանսպորտային վիճակագրության համաձայն անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Համայնքային ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Սոֆիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել օտարերկրյա 50-ամյա քաղաքացի, հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Նա համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու մեղադրանքով։ Խափանման միջոցը կալանք։ Հունիսի 9-ին համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները իրացնելով օպերատիվ տեղեկությունները պարզել են, որ 44-ամյա տղամարդը օգտվելով վաճառողի բացակայությունից խանութի մոտից գողացել է հեծանիվ։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա միկրոշրջան թաղամասում գողացած հեծանիվով հանդերձ հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։ Հրազդանի բնակիչ 44-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, հանրապետության տարածքում հունիսի 13-ին կեսօրից հետո, 14-ից 17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը հունիսի 13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-ից 4 աստիճանով։